Շանթի եթերը շարունակում է հեռանկարը, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանին։ Տիկին Օհանյանն այս օրերին գտնվում է Երևանում։ Շնորհակալություն, որ այստեղ եք եւ մեր հրավերն ընդունել եք, Տիկին Օհանյան։ Մենք սովորաբար մեր հարցազրույցները հեռավար ենք կազմակերպում, բայց այս հնարավորության բաց թողնել չէինք կարող։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից, որովհետև երեք երբ տեսա Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի եւ այդ աղբյուրը Ադրբեջանը, միանգամից հիշեցի մեր միասին արված հարցազրույցներից մեկում ձեր հնչեցրած մի կարծիքը, թե ի վերջո Ադրբեջանումն էլ այդ նավթն անսպառ չէ եւ հատկապես հիմա կարծես թե այնտեղ այդ խնդիրները նշмарվում են։ Հիմա ձեր այդ հետազոտությունը եւ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, եթե համեմատենք եւ դիտարկենք մի ընդհանուր հարթակում, ինչ վերլուծության կհանգենք։ Այն, որ երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանի ներսում արդեն սա հաստատված, բավականին ուսումնասիրված փաստ է, որ նավթի պաշարները շատ արագ վերանում են, նոր ներդրումներ չկան, եւ դա նշանակում է եւ Ադրբեջանի ներսում էլ դա գիտեն, քննարկում են դա, որ Ադրբեջանի տնտեսությունը առաջ է կանգնած այն անհրաժեշտության, որ պետք է անցում կատարի դիվերսիֆիկացված ավելի բարդ տնտեսական համակարգի, որ նավթից կախվածությունը քիչ լինի։ Այսինքն դա շատ լուրջ տնային աշխատանք է Ադրբեջանի համար, որ մինչև հիմա դա չի արել Բաքուն եւ քաղաքական պատճառներ են, թե ինչու չի արել, դա տեխնիկական ռեֆորմի տիպի հարց չի, դա զուտ քաղաքական հարց է, քանի որ անցում կատարելու համար Ալիևը կկորցնի այդ կենտրոնացված իշխանության լծակները, որ ինքը ստեղծել է արդեն տարիներով, այո, եւ այդ հայտարարության կոնտեքստում նա փաստորեն փորձում է մի կողմից ցույց տալ, որ Ադրբեջանը վստահելի խաղացող է խաղաղության process-ը առաջ տանելու եւ այդ առումով խոսում է արևմուտքի հետ այդ պայմաններում, բայց միևնույն ժամանակ նա նաեւ աշխատող, այսպես ասենք, աշխատող խորը խաղաղության կողմնակից չէ, դրանից էլ է վախենում, այսինքն Ալիևը վախենում է եւ պատերազմից եւ խաղաղությունից։ Եւ այդ առումով խաղաղությունից ինչու է վախենում, քանի որ եթե խորը խաղաղություն, այսպես ասենք, խորը խաղաղություն հաստատվեց, ապա դա նշանակում է առևտրի փոխկապակցվածությունը կխորանա, ոչ թե իր ասելով, այս մի վագոնը բաց թողեցի, այսքան բենզին ուղարկեցի, այլ խորը տնտեսական, որ Ադրբեջանին անհրաժեշտ է։ Այդ պայմաններում նա վախենում է, որ կթուլանա, էլի իր լծակները կթուլանան։ Բայց մինչև վերջ օրինակ խաղաղության պայմանագիրը նա չի ստորագրում, քանի որ չնայած որ խաղաղությունը չի հաստատվելու, չի խորանալու խաղաղության պայմանագրից, որը կարևոր է, շատ ավելի կարևոր է սահմանների սահմանազատումը, որը հետազոտություններ կան, որ ցույց են տվել, որ սահմանազատումը շատ ավելի կարևոր է ապագայում երկրների միջև կոնֆլիկտի հավանականությունը իջացնելու, բայց եթե խաղաղության պայմանագիրը նա չի ստորագրում, ինչի, քանի որ նախ դրանով կարողանում է կառավարել Թուրքիային եւ դրանով նաեւ կարողանում է կառավարել խաղաղության աստիճանը, խաղաղության ռետորիկայի, դիսկուրսի աստիճանը Ադրբեջանի ներսում։ Հենց ստորագրեց, դա արդեն քաղաքական տարածք է բացում Ադրբեջանի ներսում, բազմաթիվ խնդիրներ կան Ադրբեջանի ներսում եւ արդեն այդ հարցերը քիչ-քիչ առաջ կգան։ Ինչ է ստացվում, Ալիևը այսինքն կողմը ոչ խաղաղության, ոչ պատերազմի, որն է դրա միջինը այդ դեպքում։ Եվ արդյոք այդ միջին դիրքի հետ հաշվի են նստում նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, որովհետև ակնհայտորեն տարբեր վերլուծաբանների գնահատմամբ հիմա Հարավային Կովկասի վրա մեծ է ուշադրությունը թե արևմուտքի եւ թե շատ դեպքերում նաև օրինակ Ռուսաստանի։ Այո, այդ մեջտեղ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, այդ տարածքը իրեն ձեռնտու է, քանի որ դրանով նա կարողանում է կառավարել խաղաղության, ստաբիլության չափը եւ ներկայացնել իրեն որպես ռեգիոնալ հեգեմոն, այսպես ասած, բայց իրականության մեջ երկրներ կան, որ եթե ներսից լեգիտիմության պակաս կա եւ տնտեսական ճնշումներն էլ խորն են, Ադրբեջանի ներսում դրանք շատ խորն են, շատ խորը տնտեսական հարցեր կան, բայց քանի որ ավտորիտար երկիր դրանց մասին չի խոսվում
Եթե նայեք այդ տիպի պետությունները արաբական գարունի ժամանակ ունենք Սիրիան, Լիբիան, նույնիսկ Իրանը, նույնիսկ Վենեսուելան որոշ առումներով, այն երկրները, որ տեղից լեգիտիմության պակաս ունեն եւ տնտեսական խորը խնդիրներ կան, մի ցույցեր եթե առաջանում են, այդ երկրները դառնում են անկառավարելի եւ կարող են դառնալ թիրախ դրսից ավելի խոշոր պետությունների կողմից ռազմական ձևով ինտերվենցիա կազմակերպելու համար եւ այդքանի որ այդ շատ սուր խնդիրներ ունի ներսում այդ պատճառով է նա այս խաղաղության process-ը օգտագործում իր լեգիտիմությունը ներսից պահպանելու համար եւ դրա համար էլ հայը որպես հայի իմիջը որպես թշնամի կարողանում է պահել այդ ներքին նացիոնալիզմով արևմտյան Ադրբեջան եւ այլն ինչ վերաբերում է այո հարավային Կովկասի դերը շատ արագ բարձրանում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կոնտեքստում եւ բացի դրանից հաշվի առնելով որ Ամերիկա-Եվրոպա հարաբերություններն են փոխվում Եվրոհամայնքը Եվրոպան ձևավորվում է որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական միավոր եւ դա նշանակում է որ կապը կենտրոնական Ասիայի հետ նույնիսկ Ամերիկայի համար կապը կենտրոնական Ասիայի հետ կարեւոր է եւ այդ տարածքները հարավային շատերը քանի որ Ռուսաստանից իշխում են ներքև ճանապարհները հարավային Կովկասի դերը եվրասիական մարտհամակի կոնտեքստում է բարձրանում Եվ այդ պատճառով է, որ եւ Ալիևը փորձում է կարծես թե քչացող նավթը փոխարինել տրանզիտային լոգիկայով, անշուշտ տրանզիտներից եկած եկամուտը չի լցնելու այն բացը, որ նավթի պակասն է ստեղծում բյուջեի համար, բայց շատ հաճախ, երբ որ լսում եք ադրբեջանական պետական աշխատողների, նրանք հպարտանում են, որ տրանզիտային երկիր են եւ քնծիծաղով են վերաբերում, որ Հայաստանը կորիդորային բաներից վախենում է, տրամաբանությունից վախենում է, բայց անշուշտ տրանզիտով երկիր չես կառուցի, տրանզիտը բարձրացնում է պետության դերը միջազգային համակարգում եւ այդ պայմանով այդ կոնտեքստով թրիպը որպես տրանզիտային, բայց նաեւ քաղաքական գործիք շատ կարեւոր է Հայաստանի դիրքը բարձրացնելու համար, թե հարավային Կովկասում, թե ամբողջ Եվրասիական մարտհամակում, բայց դրան զուգահեռ դա չի փոխարինի այն կարեւորությունը, որը գալիս է պետությունների ինստիտուտների ամրությունից Հիմա Ադրբեջանը ցանկանում է, որ իսկապես ապաշրջափակում տեղի ունենա։ Չի ասի, կուզենա իր Ալիևը Ադրբեջանի համար դա անհրաժեշտ է։ Ադրբեջանի տնտեսության համար դա օդի ու ջրի նման անհրաժեշտ է, բայց Ալիևի համար դա ռիսկեր է ստեղծում, քանի որ նրանց համար այդ տիպի ավտորիտար նավթի վրա հենված պետությունների համար ազատ առևտուրը դա գործիք է կոնտրոլ անելու իր հասարակությունը, ով կարող է ազատ առևտրի շուկա մտնել, դա շատ պաշտպանված տնտեսություն է, այսինքն Բաքվի Ալիևի ընտանիքի հետ կապ ունեցողները կարող են թույլտվություն ստանալ դրան մասնակցել այսպես ասած, բայց սովորական երկրներում, նույնիսկ ավտորիտար երկրներում պարտադիր չէ լինեն դեմոկրատական, այն ավտորիտար երկրները, որոնք հիմնված են մեկ կուսակցության վրա եւ ոչ թե մեկ անձի վրա, դրանց համար նրանք շահագրգռված են ազատ առևտրից։ Դրանց համար ազատ առևտուրը դա հասարակական արժեք է, հասարակական արժեք է, որից բոլոր երկրներն շահում են։ Դա այդպես չի Ադրբեջանի ներսում։ Տիկին Օհանյան, հիմա Ադրբեջանը այս պահին կարող է իսկապես համարվել Հայաստանի համար հուսալի աղբյուր վառելիքի շուկայում գոնե, թե հաշվի առնելով, որ Ռուսաստանում ինչ իրավիճակ է եւ առհասարակ աշխարհում վառելիքի շուկայում կարծես թե բավականին այսպես խորթուբորտ ժամանակներ են։ Այդ հարցին անհրաժեշտ է պատասխանել հետևյալ տեսանկյունից այն առումով, որ ոչ մի երկրի վրա պետք չէ ամբողջ կախվածությունը դնել, այսինքն լինի դա Ռուսաստանը, լինի դա Ադրբեջանը, ինձ թվում է, որ Հայաստանին անհրաժեշտ է որքան հնարավոր են բազմազան դարձնել, դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները, լինի դա Իրանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, դրան զուգահեռ կառուցել նաև փորձել հետ քաշվել նավթի վրա, նավթը որպես աղբյուր եւ ավելի այլընտրանքային, ավելի կանաչ տեխնոլոգիաների անցման են, քանի որ այդտեղ է աշխարհը շարժվում։ Նավթը դեռ կմնա կարևոր, բայց ոչ այնքան կարևոր, որքան որ օրինակ այլընտրանքային էներգիայի աղբյուրներից, որը շատ կտրուկ ձևով էներգիայի արժեքը իջեցնելու է արտադրության process-ում։ Իսկ դա հեղափոխական երևույթ է լինելու բոլոր երկրների համար։
Տեսեք, երբ խոսվում է TRIP նախագծի մասին, օրինակ Հայաստանում նրանք ովքեր որ այդքան էլ չեն ողջունում այդ TRIP նախագիծը, վերում են հետևյալ հիմնավորումները, որ օրինակ տեսեք, TRIP-ը գործելու է միայն Հայաստանի տարածքում։ Այսինքն այդ միջանցք ասվածը լինելու է Հայաստանի տարածքում, բայց հայելային տարբերակով չի գործելու Ադրբեջանի տարածքում։ Այստեղ խնդիրներ դուք տեսնում եք։ Դա նախ ասեմ, որ համաձայնագիրը, երբ որ կարդում եք, reciprocity բառը այնտեղ կա, որը շատ կարևոր է, այսինքն փոխադարձ ձևով այդ հարաբերությունը, ամբողջ ռեգիոնը բացելու խնդիր է դրված, այսինքն տեքստը շատ Հայաստանի այնպես է գրված, որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը կշահեն, այսինքն բոլոր սահմանները պիտի բացվեն եւ այդ առումով դա ողջունելի է, բայց միևնույն ժամանակ թղթի վրա մի բան գրած լինելը եւ իրականացման մեխանիզմները դրանք տարբեր բաներ են եւ այստեղ ասել, որ դա լավ համաձայնագիր չէ, պիտի մնա այս եւ այլն, դա նշանակում է դու եթե հարցը այդպես ես ձևակերպում, դուք չէ Վահագն քննադատները, դա նշանակում է այդ տիպի քաղաքական ուժերը կամ ձեռնարկությունները կամ հասարակական քաղաքացիական կուսակցությունները չեն տեսնում իրենց դերը, որ իրենք դեր ունեն այդ կոնտեքստում այդ համաձայնագիրը իրականացնելու, որն է իրենց դերը, որ այո, դիպլոմատիայի հսկա տարածք կա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրոպայի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ, քանի որ դա շատ կարեւոր գործիք է, քաղաքական ինֆրաստրուկտուրային գործիք է, որը կարող է դառնալ քաղաքական գործիք Հայաստանի կշիռը միջազգային համակարգում բարձրացնելու համար։ Բայց որպեսզի դա դառնա ինֆրաստրուկտուրային գործիքից քաղաքական գործիք Հայաստանի համար, աշխարհաքաղաքական գործիք, ոչ միայն դիպլոմատիայի անհրաժեշտ այս երկրները, որ նաև նշեցի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հատկապես կարևոր է աշխատել, ցույց տալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիպլոմատիան դարձել է շատ տրանսակցիոն, ճնշման միջոցով արագ արդյունքների հասնել, այո, դա շատ լավ է, բայց Ամերիկայի դիպլոմատիայի թուլությունն այն է այս պահին, որ իրականացման գործ, այսինքն անգլերենում արտահայտություն կա, սատանան դետալների մեջ է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ խորը դեռ չի առաջ տանում կամ թերևս առաջ տանում, ես չգիտեմ, Ալիևը կարող է օգտվել դրանից եւ դա թողնել որպես զուտ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ։ Այս սցենարը հնարավոր է, բայց դա մի քանի սցենարներից մեկն է ընդամենը։ Եվ այդ առումով, եթե նայում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների Թրամփ ադմինիստրացիայի վարած կոնֆլիկտների կառավարման լոգիկան, օրինակ Կոնգո-Ռուանդա կոնֆլիկտում էլ համաձայնագիրը ստորագրել են, բայց այնտեղ դեռ շատ խորհրդերություններ կան, շատ ավելի քան այստեղ, եւ այստեղ դեռ շատ ֆրոնտ եմ տեսնում, որ Հայաստանի մեծ թվով արագ աճող պարտներները պետք է շատ լուրջ քաղաքական կապիտալ ներդնեն Ադրբեջանի վրա, Հարավային Կովկասի վրա այդ համաձայնագիրը խորացնելու եւ խորը իրականացնելու համար։ Բայց ասել թե որ դա լավ համաձայնագիր չէ, քանի որ դա միայն սա է, դա նշանակում է մենք որ Հայաստանը որպես պետություն իր դերը այդտեղ չի տեսնում, իր սուբյեկտայնությունը այդտեղ չի տեսնում եւ դիպլոմատիան չի օգտագործում այդ տված գործիքը շատ ավելի ճկուն օգտագործելու համար։ Դուք հիմա նկատում եք, ձեր խոսքի մեջ ասացիք, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը ճնշման միջոցով արագ արդյունքի հասնելն է։ Դուք հիմա նկատում եք այդ ճնշում գործադրելու, մեծ ճնշում գործադրելու կամքը Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի վրա, որպեսզի Ալիևը հետ չկանգնի այն պայմանավորվածություններից կամ այն հայտարարություններից, որ հնչել են նույն Միացյալ Նահանգներում օգոստոսի 7-ին։ Այն հանձնառությունը, որի մասին նա խոսեց Վաշինգտոնում։ Ես կասեի, որ Վաշինգտոնը դեռ շատ ավելին կարող է անել, եւ չգիտեմ թե ինչ խորությամբ են ճնշում գործադրում Ալիևի վրա, թե կուլիսների ետևում, քանի որ Բայդենի ադմինիստրացիան կուլիսների ետևում շատ էր աշխատում, ճնշում շատ էր գործադրում, բայց այն որ գործիքակազմ ունեն, դա կարեւոր է։ Ուրիշ հարց է, որ թերևս չեն ուզում առայժմ գոնե դրա վրա ծախսել, բայց այն որ ռեալ Ալիևի Ադրբեջանի շահերից բխում է որպեսզի Հարավային Կովկասը TRIP-ի ոչ միայն TRIP-ի միջոցով, այլ նաև ընդհանրապես սահմանները բացվեն, միայն փոխկապակցված Հարավային Կովկասում թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը կայուն կլինեն որպես փոքր պետություններ, դրանք փոքր պետություններ են միջազգային համակարգային առումով, դա միանշանակ այն որ Ամերիկա-Իրանը Հերմուզի նեղուցը փակելով, Ուկրաինան ինֆրաստրուկտուրաներին Մոսկվայի Ռուսաստանի ներսում հարվածելով դրանք ցույց տվեցին, որ ինֆրաստրուկտուրաներին հարվածելով կարող ես շատ արագ քաղաքական արդյունքների հասնել։
Եվ դա Ալիևի համար, Ադրբեջանի համար շատ ռիսկային սցենար է։ Նշաձողը բոլորովին փոխված է, քանի որ արդեն Իրանը գիտի, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է, դա արդեն CNN-ն էլ գրեց, դա գաղտնիք չէ, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է իր դեմ Իսրայելի կողմից, դա Ադրբեջանը արդեն թիրախ է Իրանի համար։ Ադրբեջանը նաև չնայած որ խորը շահերի համադրում կա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, բայց տեսնելով թե ինչպես են երևույթները առաջ շարժվում, Ռուսաստանն էլ կարող է թիրախավորել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը շատ է աշխատել արևմուտքի համար Ռուսաստանի կախվածությունը նավթի առումով քչացնելու համար։ Այսինքն այս ինֆրաստրուկտուրային պատերազմի նախադեպը շատ ավելի ռիսկային է Ալիևի համար, քան թե նույնիսկ Ամերիկայից եկող ճնշումները, բայց դա չի նշանակում, որ ճնշում չպիտի լինի Վաշինգտոնի կողմից, եւ ես քննադատորեն եմ մոտենում Եվրոհամայնքի վարած դիպլոմատիային այն առումով, որ պարլամենտը մի լեզվով է խոսում Ալիևի հետ, քոմիշնը գործադիրը մեկ ուրիշ լեզվով է խոսում Ալիևի հետ, եւ դա թույլատնում է Եվրոհամայնքի ձայնը, Շատ դեպքում Ալիևն էլ կարելի ասել կոպիտ է արտահայտվում Եվրամիության հասցեին։ Այո, եւ դա ուղղակի թույլատացույց է տալիս, որ Եվրոհամայնքը դեռ կարծես թե նոր է փորձում աշխարհաքաղաքական բևեռի ինքնուրույն բևեռի դեր խաղալ։ Տիկին Օհանյան, դուք խոսեցիք նաև ռուս-ուկրաինական եւ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի մասին։ Այդ երկու ճակատներում էլ կարծես թե դեռևս գոնե թե մոտալուտ ավարտի մասին, պատերազմի դադարեցման մասին որևէ հայտարարություն, որևէ այսպես նշմարվող հույս չի նկատվում։ Այդ երկու ճակատներում ձգձգվող պատերազմները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում այդ սպասվող զարգացումների վրա։ Երկու պատերազմներն էլ ցույց են տալիս, եւ սա էլի քանակական տվյալներով հաստատված է, որ շատ ավելի հեշտ է պատերազմ սկսել, քան թե այն կանգնեցնել։ Եվ կանգնեցնելուց հետո էլ խաղաղությունը կազմակերպել ադմինիստրատիվ առումներով։ Այն Ռուսաստանը Տրամպի առաջարկած փաթեթը չընդունեց, չնայած որ Թրամփը քննադատվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում, որ շատ զիջեց Ռուսաստանին, եւ հիմա փաստորեն Ուկրաինան արդեն կարողացավ սկսել է արդեն ամբողջ Ռուսաստանով մեկ հարվածել եւ ներսից պատերազմը տանել ռուս ժողովրդի գրպանին խփել, հարվածել, եւ արդեն դա լուրջ քաղաքական ճնշում է Պուտինի համար։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի վարած քաղաքական պատերազմը Ամերիկա-Իսրայելի Իրանի հարցում, այստեղ էլ Թրամփը ներսում շատ է քննադատվում, որ Ամերիկայի ժողովուրդը չի ուզում նոր պատերազմ սկսել եւ այս հերվից քիչ-քիչ խփելով առանց ամերիկյան զինվորների տանելու հնարավոր չէ սահմանափակ գործիքակազմով սահմանափակ արդյունքների է հասնելու։ Այսինքն Թրամփի վարչակազմն էլ փակուղու առաջ է կանգնած եւ բացի դրանից Իրանը արդեն բոլորովին ուրիշ կառավարություն է այն առումով, որ նրանք չեն պաշտպանում իշխանություն հեղափոխությունը պաշտպանելը իրենց խնդիրը չէ, իրենք տեսնում են իրենց խնդիրը Իրանի կառավարումը, ադմինիստրատիվ բյուրոկրատիան եւ այլն, ավելի ազգայնական են եւ արդեն չեն վախենում, չեն հրաժարվում ուղիղ կոնֆլիկտ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ օգտագործել, որը նախորդ վարչակազմը խուսափում էր։ Բացի դրանից, նրանք նաև չեն ուզում կոնտրոլը վերահսկողությունը Հերմուզի նեղուցից բաց թողնել։ Չնայած միջազգային իրավունքը ասում է, որ այստեղ չես կարող ոչ մի վարձ վերցնել այդտեղից անցնել, դրանք միջազգային իրավունքը ազատ է պատկերացնում։ Բայց այստեղ էլ փաստորեն նրանք փորձում են նոր միջազգային համակարգի վրա ճնշում գործադրելու գործիք են գտել։ Իսկ ինչ վերաբեր շատ ավելի էֆեկտիվ, քան թե միջուկայինը։ Ինչպես դա կարտահայտվի Հայաստանի վրա կամ Հարավային Կովկասի վրա։ Նախ սա էլի եմ ասում, կարևորում է ստաբիլ Հարավային Կովկասի կարևորությունը Ադրբեջանի համար, քանի որ այդ առումով Ադրբեջանը շատ հեշտ թիրախավորվող երկիր է, քանի որ լեգիտիմության պակաս կա, նավթի վրա հենված է, մի քանի նավթարդյունահանող կենտրոնները խփեցին, տնտեսությունը կփլվի, տնտեսական լուրջ խորը խնդիրներ կան, դա մեկ։ Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասը եւ թե Հայաստանին, այն որ Ռուսաստանը շատ է թույլատրած ներսից
շատ է թուլացած, դա թերևս ճնշում առաջացնի, որ Ռուսաստանը Պուտինից հետո թերևս անցում կա դժվար է Պուտինի համար այդ անցումը կատարել նեոկայսրական պետությունից քիչ թե շատ նորմալ պրագմատիկ պետության եւ այդ ֆորմատով Ռուսաստանը շատ վստահելի եւ շատ տնտեսապես ավելի կայուն հիմքերի վրա կլինի, քան թե հիմա։ Այս նեոկայսրական ֆորմատով։ Այսինքն նման զարգացումներ նկատում եք, որ հնարավոր է այդպիսի փոփոխություններ։ Ճիշտն ասած, ես չի ուզենա գերագնահատել այն կանխատեսումները, որ Պուտինը ճնշումը մեծ է Պուտինի վրա հասարակության կողմից, բայց տարբեր հետազոտական հարցումներ արդեն ցույց են տալիս, որ եթե Ուկրաինան օրինակ Կուրսկի շրջանում մտավ ներս, ռազմական առումով նույնիսկ թիրախավորելով Ռուսաստանի ներսում տեսակետները չփոխվեցին այդքան, ժողովուրդը դեռ շարունակում էր մեծամասնությամբ պաշտպանել Պուտինին եւ վարած պատերազմը, բայց արդեն քանի որ նավթի պակաս կա, արդեն քանի որ հարկեր կան, ինֆլյացիան է շատ, տնտեսությունը ռազմականացված է, ճար չունի, Պուտինը տեղ չունի, եթե չես կարող ունենալ եւ ռազմականացված պետություն եւ փորձես ինֆլյացիան կառավարել, դրանք շատ են թույլատրել Ռուսաստանին եւ քանի որ ճնշումը շատ է, շատերը գտնում են, որ Պուտինը այդ ճնշումներին չի կարող դիմանալ, թե ինչ սցենարներով, լավագույն սցենարը, որ երկիրը մնա, այսինքն չքանդվի, այնտեղ Չեչնիայի գործոնը կա, բայց պրագմատիկ ղեկավարի ներքո, որ թե կարողանա արևմուտքի հետ խոսել սանկցիաները թույլատրել, որ Ռուսաստանը իր կարողանա ստաբիլ դառնալ որպես պետություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Հեռանկարում Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանն էր։